իրավիճակը այսօր Սիրիայում հայկական համայնքներին ինչպիսի վտանգներ են սպառնում եւ կա արդյոք տարբերակ, որ կամ այդ ուժերի կազմակերպած ջարդերը կտնափոխվեն նաեւ քրիստոնյա համայնքներ, մասնավորապես հայկական համայնքների շրջանակներ եւ ինչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում եւ արդյոք բավարարին այդ քայլերը։ Գրնամ ասել, որ առանցնապես հայկական համայնքներու հանդեպ վերաբերում չկա, այլ պետական, այսպես ասած, նոր իշխանության հասած ղեկավարությունը կփորձի ամեն երաշխավորություն տալ, որ քրիստոնյա համայնքներում կամ այլ այսպես ասած փոքրամասնության պատկանող էթնիկ թե գրոնական խմբավորումներուն ցերկ պիտի չդա, բայց գետնի վրա այդպես չէ։ Այսին անցող քանի օրերու թեփքերը Սուրիո-Զովեզերյան շրջաններու մեջ ցուցանիշ են, որ այսպես ասած ճագերդի մեջ անպատասխանատու դարեր, որոնք վերջին հաշվով իշխանության հասած խմբավորումներուն մեջ գտնվող դարեր են, այնպիսի վայրակ վերաբերում գուցուցաբերեն ժողովրդի նկատմամբ, որ եւ իդես այս բոլորին դարձյալ միջազգային հանրային գործիքի եւ գարույցներու լրությունը այո մտավախություններ կստեղծեն։ Դակավին մեր համայնքի պատասխանատուները Սուրիո մեջ արավելակյունջիկ կտապեն վնասազերծելու համար հայկական թաղամասերը նման հարցակումներ է եւ մենք ամեն չանք պիտի թափենք, որ այդպես լա, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կնե, անգերձորեն չեմ գնալ պատասխանել, որովհետեւ մինչեւ հիմա մասնավոր դեղություններ եւ նշաններ չկան, թե հատուկ վերաբերում կամ հատուկ նախաձեռնություններ կան, չեմ գիտեր եթե ընկեր Արմենը կամ Լիլիթը այս մասին հավելյալ դեղություն գտնան ունենալ, բայց թե իշխանապողության այդ ժամանակաշրջանին որոշ բացակայություն արձանագրված են, արձանագրված էր այդ իմաստով կարելի է